Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168-ի YouTube-յան էջում երկու ճակատ ոդկասթի 86-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը շարունակում է մատուցել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ, տասնամյակների փորձառություն ունեցող մեր այս գործընկերը կապահովի ինչպես հեռավար, այնպես էլ իրական ժամանակում եւ տարածության մեջ ձեր բնակարանի, ձեր տան գույքի, առանձնատան, ընտանիքի անդամների անվտանգությունը, ուղեկցման, փոստի անվտանգության, VIP տիկնապահների տրամադրման, կենտրոնացված, հեռավար տեսահսկման եւ բազմապիսի այլ ձևերով ու ժամանակակից միջոցներով։ Առավել մանրամասն տվյալների համար այցելեք Pantera.am կայք կամ զանգահարեք 53 78 50 հեռախոսահամարով։ Pantera.am-ի օգնության կարիքը կարծում եմ վերջին 1-2 օրը խիստ զգացին մեր նոր վարչական շրջանում Եթե Pantera-ի տղաներն այնտեղ լինեին, այդ միջադեպը վստահաբար տեղի չէր ունենա, բայց քանի որ խուլիգանախումբը արդեն հատել է ողջամտության եւ բանականության բոլոր սահմանները, ապա բանը հասել է նրան, որ արդեն պետական շենքում, այսինքն համայնքային ծառայության հիմնարկում, այո, խմբակային 7-8 հոգու կողմից ծեծի է ենթարկվում քաղաքացիական ակտիվիստը, մեկը, որը ընդհանրապես գնացել էր մասնակցելու լսումներին, հանրային քննարկմանը, որում նա արդարացիորեն հայտնաբերել էր կոռուպցիոն ռիսկ եւ մեղադրանք։ Այս դրվագի մասին շատ է խոսվել, մի բան եմ ուզում ասել ընդհանրապես, որ ժամեր առաջ հրապարակվեց, Էդգար։ Այն պահին, երբ մենք մեր ոդկասթը տեսանկարահանում ենք, Արթուր Չախոյանի, այսինքն Տուժածի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, հիշենք, որ դրանից ժամեր առաջ նա փոխանակ հոսպիտալացվելու ձերբակալվել էր, ապա ձերբակալումը վերացվեց, նա արդեն հիվանդանոցում էր, ապա եւ հարուցվեց նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում խուլիգանության մեղադրանքով։ Նաեւ ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում։ Ասում են, որ եւս մի քանի հոգի ձերբակալված են, ամենակարևորը այդ բռնարար թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ միայն ձերբակալված չէ, այլև շարունակում է պաշտոնավարել։ Ավելին, պաշտպանելով մեր պետականությունը եւ եվրոպական արժեքները։ Այո։ Եվ նրա կուսակից Մալաթիա Սեբաստիա համայնքի թաղապետը ուղղակիորեն սպառնում է նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության, ասելով, որ եթե փորձեք նրան ազատել, ապա բոլորս դուրս կգանք եւ մեծ հաշվով այդ կոալիցիան կփլուզվի։ Իսկ ում է պետք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առանց հանրապետություն խմբակցության եւ առանց արդեն իսկ փլուզվող կամ փլուզված հանրային ձայն, այսպես կոչված անասնագողության արդյունքում ձևավորված այդ փոքրաթիվ խմբակցության։ Հետևաբար այս վարչախմբին օդ ու ջրի պես պետք է Արամ Զավենի Սարգսյանի այդ կադրերը բռնարար, բայց ճիշտ է իր իշխանությունը Երևանում անսահմանափակ դարձնող։ Ուրեմն այդ թաղապետը, ոնց որ դու ասեցիր, դա այդ պաշտոնում նշանակվել է Հանրապետություն կուսակցության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դաշի ձեռք բերած համաձայնագրի շրջանակներում եւ իսկ Հանրապետություն կուսակցությունը դա այն կուսակցությունն է, որը եվրակվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առանցքային քաղաքական ուժերից մեկն էր։ Ամենայն դեպս ընտրություններում միշտ ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժը այդ նախաձեռնության մյուս անդամների համեմատ, որով իրանք ձգտում են Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը։ Իսկ Եվրոպական միություն դա նշանակում է նաև եվրոպական արժեքներ, նաև տեղական ժողովրդավարություն եւ նաև մասնակցային ժողովրդավարություն։ Եվ այն ինչ որ տեղի ունեցել նոր-նորքում եւ Երևանի քաղաքապետում դա տեղական ինքնակառավարման նոր ժամանակակից 21-րդ դարի մոդելն է։ Այսինքն, երբ որ քաղաքապետարանում կազմակերպվում է հանրային քննարկում մի հարցի շուրջ, եւ մի քաղաքացի, որը մինչ այդ բարձրաձայնում է իշխանությունների կոռուպցիոն գործունեության ռիսկերի մասին, մասնակցում է, ցանկանում է մասնակցել այդ հանրային քննարկմանը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները խմբակային ծեծի են ենթարկում նրան տեղական ինքնակառավարման մարմնի պատկանող վարչական նրա ձայնը ավելի լսելի դարձնելու նպատակով։ Այդ մեթոդը վերջին շրջանում Դանիայում է շատ տարածված, Նիդերլանդների տեղական ինքնակառավարման, այնտեղ էլ համայնքներում որ քննարկումներ ա լինում, քաղաքացիներին ծեծում են։ Դա շատ է տարածված հիմա, Պորտուգալիայում է տենց,
Լեհաստանում քիչ եմ հանդիպել, հա։ Ես կարծում եմ այդ արժեքները աստիճանաբար նաև Բուչա քաղաքում կորթեգրվեն ու այցելել էր նա եւ որի դեմ ռուսական ոտնձգություններից պաշտպանում է Հայաստանի իշխանությունը։ Իդեպ ասեմ, որ Երևան քաղաքապետանում եւ քաղաքապետանի մաս կազմող վարչական շրջաններում քրեական օրենսգրքի կարգավորումներով սա ամենամեղմ գործընթացն է որտեղ ընդհանրապես ծեծել են, որովհետեւ ասենք օրինակ մեզ մամուլից հայտնի է ձերբակալվել է Երևանի քաղաքապետի տեղակալը կոռուպցիոն հանցագործության մեղադրանքով, հետո ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը խմբով տեղակալ, ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի վարչության պետ, ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի մեկ ուրիշ վարչության պետ, հասարակական կարգի ապահովման ծառայության պետ, եւ այդպես հետո շարունակ։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը եւ նրա տեղակալը բռնություն են ենթարկել իրենց կոմպյուտերշիկի, իրենց աշխատակցի, էդի քաղաքացիական ակտիվի շեր, իրենց աշխատակցի նկատմամբ, ու ասեք այս կարգի նորությունները Երևանի քաղաքապետանից գալիս են ավելի հաճախ, քան մետրոպոլիտենի Աչափյայի կայարան կառուցելու լուրերը, որոնք նույնպես շատ հաճախ են այս վերջին 2 տարում, գրեթե ամեն շաբաթ։ Բայց այս լուրերը ու հարց առաջանում էլի, Երևանի քաղաքապետը ով է, ինչ է, այսինքն եթե ինքը չի կարողանում կառավարել քաղաքը, այդ մարդիկ գործում են իրանից անկախ, մեկը փողավերցնում, մեկը մարդածեցում, մեկը ինք տեղյակ չի։ Ուրեմն այդ անտեղյակությունը նշանակում է չի տիրապետում։ Եթե տեղյակ է, ուրեմն մասնակից է։ Այն որ Տիգրան Ավինյանը շատ վատ է ավարտելու, եւ ըստ ամենայնի ավարտելու է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օրոք, դառնալով նախընտրական հերթական շոուի զոհը։ Դրանում որևէ մեկս որևէ կասկած չունի։ Բայց այստեղ ինձ շատ ավելի մտահոգիչ մեկ այլ հանգամանք կա։ Այն որ ցավոք սրտի այս ողբերգական դեպքի արձագանքները քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր շրջանակներում շատ թույլ են։ Ցավոք սրտի այս լուրը, այս նյութը չդարձավ օրակարգային այնպես, ինչպիսին կլիներ օրինակ 10-15 տարի առաջ, եթե մի իշխանավոր շատ ավելի մեղմ ֆիզիկական ներգործության ենթարկեր որևէ անձի, նույնիսկ ոչ իր աշխատասենյակում, այլ որևէ մասնավոր տարածքում իրեն մոտեցած կամ իրեն հայհոյած որևէ անձի։ Ես էլ դու էլ խոստովանենք, որ մինչև հիմա մենք ցնցվում ենք հիշելով Գագիկ Բեգլարյանի կողմից մի ապտակի պատմություն։ Ուղղակի մինչև հիմա, որ մենք դա լսում ենք, ասում ենք, ոնց կարելի էր։ Իդեպ Գագիկ Բեգլարյանը այդ դեպքից հետո պաշտոնան կա, արվե հրաժարական է տվել, ասեմ իմանան։ Ես օրինակ սպասում եի, որ Երևանի ավականում ներկայացվածությամբ երկրորդ ազգային առաջընթաց խմբակցությունը եւ նրա ղեկավար Հայկ Մարությանը գոնե կես բառ դատապարտող հայտարարություն կանեն։ Հյուրախաղեր են։ Այն դոկը կլորոյով հասկացանք, լավ, նա ազատ-ազրկման վայրում է, բայց նրա Facebook-յան էջը գոնե գրառում արեց։ Բայց ամենակարևորը իհարկե մեկը բեմում։ Հանրապետություն եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունների առանձին հայտարարություններն էին, որոնք երկուսն էլ դատապարտեցին սադրանքը, ոչ թե միջադեպը, այլ բացում է սադրանք էր եղել դրանից առաջ։ Իհարկե իմ ամենասիրելի պերսոնաժը այդ ամբողջ կոհորտայի մեջ Անի Խաչատրյանն է։ Լավն է։ Ես կխնայեմ իմ բառերը ու որևէ այլ բան չեմ ասի։ Ես ասեցի։ Ու ամբողջը ասացի։ Ես լավը որ ասում եմ, իր բառի լայն իմաստով եմ։ Բոլոր հնարավոր գործածության ձևերով։ Եթե շատ կարճ ամփոփենք մեր զրույցի այս հատվածը, քանի որ այլ եւ ոչ պակաս կարևոր թեմա ունենք քննարկելու, պիտի արձանագրենք, որ նոր վարչական շրջանի ղեկավարը պետք է անմիջապես արժանանար եւ դեռ շարունակում է այդ պահանջը մնալուժի մեջ արժանանա քրեա իրավական պատասխանատվության, իսկ Երևանի քաղաքապետը առնվազն քաղաքական պատասխանատվության։ Այսինքն ցանկացած իրեն հարգող երկրում եւ համայնքում նախ եւ առաջ համայնքապետը ինքը չսպասելով կենտրոնական իշխանության հորդորին, որովհետեւ կապ չունեն մեզ մոտ։ Տեղական ինքնակառավարումը չի ենթարկվում։ Երևանցիների արչեւ պատասխանատու միանգամից հրաժարական կտար եւ կգնար, իսկ այս թաղապետը անմիջապես իր աշխատասենյակից կձերբակալվեր, ոչ թե Անի Խաչատրյանի հետ կգնար հաց ուտելու, ինչպես իրենք ասացին։ Անի Խաչատրյանը չի թողնի, որ նա հաց ուտի։ Բայց նա դեռ շարունակում է պաշտոնավարել եւ կրկնում եմ իր կուսակիցների շուրթերով էլ սպառնում են, որ ասում եմ կուսակիցների շուրթերով նկատի ունեմ ոչ այդ պերսոնը, ոչ Անի Խաչատրյանի, նկատի ունեմ
այն Մալաթիայի թաղապետին։ Նա է սպառնում եւ ասում, որ մենք դուրս կգանք կոալիցիայից, եթե ծանր հարված կլինի։ Հանկարծ Երևանը այդ անձին ծանր հարված կստանա, եթե պարզվի, որ Մալաթիա Սեբաստիա համայնքի վարչական շրջանի ղեկավարը այդ վարչական շրջանի հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը։ Պարզվում է նոր-նորքի թաղապետ եւ հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը ավելի մեծ քաղաքական կշիռ, ազդեցություն եւ հեղինակություն ունի, քան օրինակ տասնամյակներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կողքը եղած ԿՊ-ի հիմնադիրներից արդեն նախկին падգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը իր անհավասարակշիռ եւ անսթափ վարքագծով աչքի ընկնելու հաջորդ օրն իսկ, երբ այդ աղմուկը հասունացավ, Գյումրիից վերադարձավ Երևան ու գրեց, որ մանդատը վայր է դնում առնվազն։ Բնականաբար նրան հերոսացնելու որևէ միտում չկա եւ նա իր պատասխանը դեռ պիտի տա իր գործած հանցանքների եւ դավաճանությանը հանցակցության համար, բայց պարզվում է ահա, որ հանրապետություն խմբակցության եւ Արամ Զավենի Սարգսյանի լոյալությունը Նիկոլ Փաշինյանի շատ մեծ գին ունի։ Եվ ես կարծում եմ, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, եթե դրան չնախորդի անվստահություն հայտնելու գործընթացը, այդ գինը կարժանանա Նիկոլ Փաշինյանի հետ արդեն հանրապետության մասշտաբով կոալիցիա կազմելը, որովհետև այլ կերպ Փաշինյանը պարզապես չի կարող վերարտադրել իր իշխանությունը։ Այո։ Դա այդպես է, բայց պարզա որ ցանկացած նորմալ երկրում հարաբերություններում այսօր չէր կարող Երևանի, ես ասեմ, սա միայն այդ դեպքը չի, ասենք օրինակ ձերբակալվում է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը եւ 10 պաշտոնյա, ու Երևանի քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել։ Ասեք սա, գիտես, դες բան չի կարող լինի։ Այսինքն դու տեղյակ չես, որ ինքը մեծ կոռուպցիոն մեխանիզմ է բացահայտվում, չէ՞, 10 պաշտոնյա առանցքային բարձրաստիճան ձերբակալվում են, այսինքն դու տեղյակ չես, բայց դու տեղյակ չես, բայց ինչի՞ց ես տեղյակ, ուրեմն մնացած ամեն ինչից է տեղյակ չես, էլի քաղաքապետ։ Եթե տեղյակ ես, որ քո անմիջական յետական, որը քո կարգադրությամբ է նշանակվում եւ ազատվում, նման գործունեությամբ զբաղվում, դու տեղյակ ես, ու դու մնում ես։ Զարմանում եմ, ասենք Տիգրան Ավինյանը ոչ չի ձերբակալում է թաղապետերի հետ միասին, որովհետեւ թաղապետը մեր Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով որևէ վարչական շրջանի ղեկավարը նա ընդհանրապես ուղիղ ենթական է քաղաքապետին հետ փոխվել է, նրանք ընտրված չեն։ Այսինքն նրա գործունեության անմիջական պատասխանատվությունն է կրում նրա նշանակողը։ Ընտրված նախկինում թաղապետերը ընտրվում են, քաղաքապետը նշանակվում էր, հիմա ճիշտ հակառակն է, թաղապետերը նշանակվում են, ընտրված քաղաքապետը։ Այսինքն քո կողմից նշանակված պաշտոնյան մեղադրվում է մեծ կոռուպցիոն հանցանքի մեջ ու դա քեզ ոչ մի բան, դες բան չի կարող լինի։ Լավ, հիմա խոսենք մի կարևոր գործընթացի մասին, որը նախաձեռնել եք դու եւ մեր պայքարի ընկեր Նարեկ Մալյանը։ Իհարկե այդ մասին շատ է խոսվել տարիներ շարունակ, դու հիշում եմ դեռ 22 թվականից այդ մասին խոսում ես, բարբերաբար նաև ես եմ տարբեր առիթներով բարձրաձայնել այդ մասին խոսքը, այս կառավարության անվստահության գործընթաց սկսելու, այս կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու սահմանադրական գործիքի օգտագործման մասին է, որի տեսական հնարավորությունը բացված է 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Ամենասկզբում ուզում եմ մի վերապահում անենք եւ ես եւ դու, որ օրինակ անձամբ ես վստահ եմ նաև դու ուզում եմ վեր կանգնել ներընդդիմադիր անտագոնիստական տրամադրություններից ինձ շատ տհաճ է հետևել այդ փոխադարձ վիրավորանքներին զազրախոսություններին երբեմն անտեղի եւ բացարձակ չեմ ուզում ներքաշվել դրա մեջ վստահ եմ նաև դու այլ ընդհանրապես խոսում ենք այն սահմանադրական գործիքի մասին, որից լիուրի կարող են օգտվել մեր ընդդիմադիր падգամավորները, առասարակ բոլոր падգամավորները, բայց տրամաբանորեն նախաձեռնությունը պիտի սկսվի նրանցից։ Եվ ես եւ դու խորհարգանք ենք տածում Հայաստանի բոլոր նախկին նախագահների եւ առասարակ Հայաստանի համար երբևէ որևէ գործ արած ու այս փուլում, այս ճակատագրական պահին մեր պետության ճակատագրի հանդեպ անտարբեր չգտնված յուրաքանչյուր քաղաքական, պետական, ազգային գործի հանդեպ, հետեւաբար այդ ամեն ինչը թողնում ենք մի կողմ եւ առանց անձնավորելու ուզում եմ պարզապես խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է խափանել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպելու սցենարը։ Իսկ այն թե ինչպես է կազմակերպելու Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունները։ Մենք երկու անգամ ենք տեսել համապետական մասշտաբով եւ տասնյակ անգամ տեսել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Ես շատ մեծ կասկած ունեմ, որ նույնը կարող ենք տեսնել նաեւ 26 թվականի ընտրությունների ժամանակ։ Ավելի կատարելագործած, որտեղ իրանք նաեւ փորձ են հավաքում։ Առաջին կատարելագործում իրենք ընտրական օրենսգրքում արդեն իսկ կարել են, ըստ որի կարելի է չեղարկել արդեն իսկ կայացած, ավարտված, ամփոփված, ձայները հաշվված ընտրությունների արդյունքները։ Պլյուս Վահագն Հովակիմյան ԿՀ նախագահ
արդեն կարգել են եւ սահմանադրական դատարան, որտեղ բողոքարկվելու են ընտրությունների արդյունքները, այսինքն ինստիտուցիոնալ իրենք պատրաստ են այդ ընտրություններին։ Այսինքն ընտրությունների անվան տակ տեղի ունեցող իշխանազավթման գործընթացին իրենք արդեն ամբողջ կազմով պատրաստ են եւ իրավական եւ այս ընթացքում նաեւ կամրապնդեն ֆինանսական դիրքերը, այս ընթացքում նաեւ ձերբակալությունների, հալածանքների միջոցով քչեզոքացնեն բոլոր հնարավոր ընդդիմախոսներին, նրանց հնարավոր ազդեցությունը եւ պատրաստ կընթանան եպի 2026 թվական հասկանալի ելքով։ Հիմա այդ հասկանալի ելքը խափանելու սահմանադրական տարբերակը տրված է, դա կառավարության անվստահության հայտնելու գործընթացն է, որը կարող է սկսել անգամ մեկ падգամավորը եւ այդ ստորագրահավաքի շղթայի մեջ ներառել նաեւ առնվազն 35 այլ падգամավորի, բայց քվեարկության համար անհրաժեշտ է լինելու 54 падգամավորի։ Դրա համար ես կարծում եմ, որ պետքա ստորագրահավաքին մենք ամենադեպս ես տենց եմ մտածում գործընթացին պաշտոնական մեկնակ տալ ոչ թե 36 ստորագրության արկայության այլ հենց 54 առնվազն, որովհետև կարող է լինեն նաև падգամավորներ, որոնք ստորագրեն, քվեարկության պահին այլ կերպ քվեարկեն։ Այսինքն հնարավորինս երաշխավորված մտնել այդ գործընթացի առնվազն 60 ստորագրություն լինելուց նոր դա սկսում է դրա պաշտոնական ընթացքը։ Մինչև այս գործընթացի նրբությունները ներկայացնելը, որոնք վստահ եմ դու շատ մանրամասնորեն ես ուսումնասիրել, ես առաջարկում եմ շատ կարճ հիշեցնենք Փաշինյանին իշխանազրկելու ցավոք սրտի մի քանի տապալված փորձերի մասին եւ ես եւ դու շատ հաճախ ներընդդիմադիր դաշտում ասում ենք ոչ այնքան պոպուլյար բաներ, դա ասում ենք իխորոց սրտի, դա ասում ենք ոչ թե որևէ մեկին անձնապես թիրախավորելու, վիրավորելու համար, այլ ասում ենք առանց չարամտության, ընդամենը սխալներից դասեր քաղելու եւ ապագայում նույն սխալները չկրկնելու մղումով։ Եվ 2020 թվականի նոյեմբերի 10-ին 9-ի լույս 10-ի գիշերը սկսված եւ մինչեւ 2021 թվականի մարտի վերջ ընթացած հայրենիքի փրկության շարժումը, որը սինուսոիդային կառուցվածք ուներ, այսինքն մեկ աճում էր, մեկ նվազում էր։ Ես հիշում եմ հրաշալի օրինակ դեկտեմբերի հուշք ու հանրահավաքը ազատության հրապարակում, երբ որպես վարչապետի տեխնացու ներկայացվեց Վազգեն Մանուկյանը, հիշում եմ նաեւ 21 թվականի փետրվարի 20-ին Արցախյան շարժման օրվա հանրահավաքը, որը եւս բավական բազմամարդ էր եւ այդ ժամանակ արդեն վճռական գործողության գնալու կոչեր էին արվում, գլխավոր շտաբի հայտարարության փետրվար Պաստորեն նախապատրաստումներ ընթանում եւ դրանից մի քանի օր անց լսեցինք տասնյակ գեներալների եւ գնդապետների հայտարարությունը, Երևանի պետական համալսարան գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստանի գրողների միություն, բոլոր այն կառույցները, որոնք այսօր Մայրաթորի բացառությամբ հրաժարվել են իրենց այդ նախնական պահանջից։ Բացի Մայրաթորից մնացած բոլորը շատ հանգիստ հարմարվել են այս իրավիճակին եւ շարունակում են գործել, ասես իրենք չէին, որ 4 տարի առաջ ինստիտուցիոնալ մակարդակում, ասենք գիտական խորհուրդների կամ ստեղծագործական միությունների անունից նման պահանջներ են հնչեցնում։ Բայց ցավոք սրտի եկավ մի պահ, երբ այդ փողոցային շարժումը սկսեց գնալ մարման, եւ այդ մարման ֆոնին արդեն, երբ ակնհայտ էր, որ գլխավոր շտաբն էլ անգործություն է ցուցաբերում եւ վարչական դատարանով են հուսով, որ այդ հարցերը կլուծվեն, որոշում կայացվեց գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այդ որոշման կայացումը ինքնին հակատրամաբանական էր, հակաքաղաքագիտական էր եւ ես կասեի նույնիսկ հակասահմանադրական էր, որովհետեւ արտահերթ ընտրություն կատարելու որոշում մշտապես կայացնում է իշխանությունը։ Ընդդիմությունը չի կարող որոշում կայացնել գնալու արտահերթ ընտրության։ Ընդդիմությունը կարող է համաձայնել գնալ արտահերթ ընտրության, բայց երբեք չի կարող ինքը կայացնել այդ որոշումը։ Կարող է նախաձեռնել, կարող է ֆորատալ իշխանությունը, այո, կարող է։ Այո ջան, իշխանությունն էլ դա չի կարող անի, որովհետեւ մեր երկրում հիմա մեր սահմանադրությամբ միակ համապետական ընտրությունը դա ազգային ժողովի ընտրությունն է։ Ազգային ժողովը ինքն է որոշում ով պիտի լինի վարչապետ, ում պիտի անվստահություն հայտնի։ Հիմա պարզվում է, որ մեր երկրում վարչապետը որոշում է, որ պիտի լինի արտահերթ ընտրություն, որոշում է դրա օրը, որը նախագահի լիազորությունների մեջ է սահմանադրությամբ։ Ու նենց է նկարագրում։ Դուրայի մենք ինչ անցանքի հետ գործ ունենք։ Գործընթացը ճիշտ ու ճիշտ առանց մի հատ շեղման եղել անեց, ոնց որ Նիկոլ Փաշինյան իր հրաժարականի դիմումն ներկայացել։ Ասել է ես հրաժարական կտամ։ Ազգային ժողովում ընդդիմադիր ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը վարչապետի տեխնացու չեն առաջադրի։ Քաղաքացիական այդ ժամանակ իմ քայլը խմբակցությունը կառաջադրի իմ տեխնացությունը դեմք քվեարկի։ Հետո երկրորդ անգամ նորից իմ քայլը կառաջադրի իմ տեխնացությունը, մյուսները էլի չեն առաջադրի։ Իրանք նորից դեմք քվեարկեն, որպեսզի խորհրդարանը լուծարվի եւ ընտրությունը կլինի ամսի ինչին։
Ոնց ասել է, տենց եղել է։ Գիտես ով։ Մի մարդ որ եթե ձախողել է, պիտի ազգային ժողովին անվստահություն անի շփրտի։ Այսինքն ստացվում է, որ մի մարդ ինքը որոշում է ընտրության նպատակահարմարությունը, որոշում է ընտրության մեխանիզմը, որոշում է ընտրության օրը։ Չէ, մի րոպե, օրվա հետ կապված մեր մի վերապահում անենք, օրը ինքը առաջարկել է հունիսի 13-ին, Գագիկ Ծառուկյանը ասել է 13-ը լավ որ չի, բերամսի 20-ին դնենք։ Հետևաբար օրվա հարցում արի հանուն արդարության ընդունենք, որ այդ օրը մենակ ինքը չի որոշի։ Բայց սահմանադրությամբ այդ օրը պիտի որոշեր ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ ինքը, այլ հանրապետության նախագահ։ Հիմա օրն էլ են որոշել, ինքն էլ դրան մասնակցում է, ինքը դրան հաղթում է եւ ինքը ունենում է բացարձակ մեծամասնություն։ Ու մարդիկ ասում են դա եղել է ընտրություն։ Ինքն էլ ասում է ես հրաժարական եմ տվել։ Հայաստանի պատմության մեջ միակ պաշտոնյան, որ հրաժարականից հետո շարունակել է մնալ իր զբաղեցրած պաշտոնում, դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երկու անգամ 2018 թվականի հոկտեմբերին 2021-ի մայիսին։ Մեր համանդրությամբ ինչ ասում, ասում է վարչապետի ֆունկցիաները կարող է կատարել այն մարդը, որ պարլամենտը ընտրում է։ Կոնկրետ իրան պարլամենտը երկու անգամ չի ընտրել, այսինքն եթե իմ դեպքում, քո դեպքում, մյուսի դեպքում կարող է նաև ընտրեին։ Երկու անգամ չէ, 4 անգամ։ Չէ, 21-ին եմ ասում։ 18-ն էլ բեր հաշվենք, որովհետև այս ամբողջը սկսվել է 2018-ից, դրա փորձնական քայլը խորհրդարանը գրոհելը, չէ, ժողովրդին տարավ 2018-ի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի վրա։ Այդտեղ ուժով ստիպեց, որ падգամավորների նկատմամբ ընդհանուր նույնիսկ հաշվի արդարի փորձեր են եղել եւ այլ։ Հիմա այդ ամբողջ ինչի համար էր արվում։ Արվում էր քո մոդելավորած իրավիճակը ստանալու համար։ Հիմա դες հիմա ինչ իրավիճակում ենք մենք։ Նա մնացել է վարչապետ։ Մարդիկ մեր հասարակության մեջ ցավոք սրտի նաև ընդդիմադիր գործիչների եւ այլն եղած իրավիճակի հետ հաշտվում են ու այնց են ներկայացնում իրողությունները, որտեղ հիմա տենց է։ Այնպես տպավորություն է, որ ես չգիտեմ, որ ազգային ժողովում ԿՊ-ն ունի 69 падգամավոր իր խմբակցությունում եւ այդպես մի հատ ընդդիմադիր քաղաքագետ վերլուծաբան ասում է ԿՊ-ն մեծամասնություն է։ Շնորհակալություն տեղեկացնելու համար։ Ես գիտեմ, որ ԿՊ-ն մեծամասնություն է։ Ինչ ես ասում։ Ուղղակի ի տարբերություն քեզ, հարգելի վերլուծաբան, քաղաքական գործիչ, ես ոչ թե հաշտվում եմ այդ իրողության հետ, այլ ես պայքարում եմ այդ իրականությունը փոխելու համար, որպեսզի դա բերեմ սահմանադրաիրավական կարգավորումների դաշտ։ Արի շղթան շարունակենք քո թույլտվությամբ։ 2021 թվականի հայրենիքի փրկության շարժման անփառունակ ավարտից հետո քո նշած անձինք պայմանավորվում են եւ Արմեն Սարգսյանը դակում է այդ որոշումը նշանակելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ շատ անփառունակ վաղճանով։ Խորհրդարան է անցնում մեր պատմության մեջ փաստորեն աննախադեպ թվով քիչ ընդամենը 2 քաղաքական ուժ, երրորդը իրավունքի ուժով է անցնում, ձևավորվում են այդ խմբակցությունները եւ եթե հիշում ես, սկզբնական փուլում երկու խմբակցություններն էլ շատ լուրջ եւ շատ կոշտ արճակատման մեջ են մտնում։ Ես հիշում եմ նույնիսկ առաջին նիստի օրը, երբ նախագահություն չէր ձևավորվում, եւ քաղբանտարկյալների լուսանկարներով, շապիկներով էին պատգամավորները։ Եւ քաղբանտարկյալները առաջադրվեցին ազգային ժողովի նախագահի տեխնացում։ Եվ նախագահությունը եւ մշտական հանձնաժողովների նախագահները չէին ձևավորվում, չէին ընտրվում, որովհետեւ ընդդիմությունը թույլ չէր տալիս, որ դա համալրվի եւ իրենք շարունակեն աշխատանքը։ Ազգային ժողովի նախագահի տեխնացու էին առաջադրում, ամեն ինչ էլ անում էին։ Ցավոք սրտի մենք այսօր այդ ամենը չենք տեսնում։ Լրիվ փոխվել է պատկերը եւ իրավիճակը։ Բայց 2021 թվականի օգոստոսին հիշում եմ հիացական մեկնաբանություններ կային, որ այս ընդդիմությունը Հայաստան դաշինքը եւ Պատիվ ունեմը որակապես տարբերվելու են Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան խմբակցություններից։ Եկանք հասանք մի փուլի 2025 թվականին, երբ առանձնապես չեն տարբերվում ցավոք սրտի ընդդիմադիր խմբակցությունների գործելակերպերը նախորդ 7-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների գործելակերպից։ Եվ 2022 թվականի ապրիլի վերջ-մայիսի սկիզբ սկսվում է դիմադրության շարժումը, այն ժամանակ խորհրդարանի 1 տարին դեռևս չէր լրացել եւ հնարավորություն չկար գնալու իմպիչմենտի, այսինքն անվստահություն հայտնելու գործընթաց, որևէ մեկը չէր կարող սկսել։ Այո։ Այդ ժամանակ որպես պահանջ ձևակերպվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մոտավորապես 2 ամիս Ֆրանսիայի հրապարակը մնում է զբաղված, բայց այդ շարժումը եւս կրկնելով նախորդի հայրենիքի փրկության շարժման բոլոր սխալները եւ դրանք էլ կատարելագործելով չի հասնում որևէ արդյունքի եւ վրանային ճամբարը ի վերջո ապամոնտաժվում է Ֆրանսիայի հրապարակից։ Ընդդիմությունը ասում է աշնանը կվերադառնանք մեր օրակարգով։ Հիմա խնդրում եմ հիշեցնես այդ օրակարգը, հատկապես 2022-ի սեպտեմբերի 14-ի հուշկու հանրահավաքի օրը, երբ դու նաեւ հարթակում էիր եւ անձամբ ես տեսել, թե
ինչ տեղի ունեցավ այդտեղ, այդ օրը impeachment սկսելու անվան տակ։ Այո, այդ օրը այնտեղ եկան այդ հարթակում ոչ միայն ես էի, հիմա շատերը հիշում են, որ այնտեղ Էդգար Ղազարյանը, Կարին Տոնոյանը վերկացան, ելույթ ունեցան, ասեցին, սենց իհարկե լավ է, որ դու պատգամավոր էիր։ Չէ, ես բացի դրանից որ պատգամավոր չէի, լավ է որ իմ ելույթը հատկապես բոլորի վրա մեծ ազդեցություն է թողել շատերի, բայց այդ հարթակից այդ նույն օրը ելույթ ա ունեցել Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորներ Գեգամ Նազարյանը, Արամ Վարդևանյանը եւ այլն։ Եվ այնպես չէ որ Շարքից Գեգամ Նազարյանը ամենաանդիմադիր պատգամավորն է։ Այո, բայց այն ժամանակ ինքը դեռ համարվում էր Հայաստան խմբակցության պատգամավոր։ Եվ ինչ որոշում կայացրեցին պատգամավորները, նաև Վարդանյանն էլ կարծեմ։ Այո, Աղվան Վարդյանը ոնց որ չստացվեց իր ելույթը, բայց ինքը ցանկություն ուներ խոսել։ Հիմա ինչ որոշում կայացրեցին պատգետ իրանց որոշումներ, այսինքն այնտեղ տեղում մարդիկ իրանց ելույթներում տենց առաջարկներ էր հնչում, իրանք դա ընդունեցին։ Ես էլ էի անկեղծ ասած այդ առաջարկի հեղինակը, որ իրենք պետք չի որ փողոցում կանգնեն, մենք ենք փողոցում կանգնած։ Եթե նրանք իրավունք ունեն շենք մտնելու, ուրեմն իրանք ավելի լավ է մտնեն շենք եւ կատարեն իրենց ֆունկցիաները։ Եվ իրենք ընդունեցին այդ առաջարկը եւ երկու խմբակցության պատգամավորները մտան ազգային ժողովի շենք, չնայած գիշերվա ժամ էր, բայց դռները բացվեցին եւ իրենք մտան ազգային ժողովի շենք։ Հիմա իրենք գնացել էին ազգային ժողովի շենք, ինչի համար, որպեսզի սկսեն վարչապետին, ինչպես խոստացել, անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ իրենք դա չարեցին։ Բայց հակառակը, իրենք վերադարձան Արամ Վարդևանյանի հայտարարությամբ Արամ Վարդևանյանը վերստին բարձացավ հարթակ եւ կարդաց падգամավորների անուններ, երկու խմբակցության բոլոր падգամավորների անունները, ասելով որ այս իր ձեռքի տակ եղած թերթում նրանց բոլորի ստորագրությունները կա, որ իրենք համաձայն են անվստահության գործընթացին։ Ես անկեղծ ասած մոտ էի հարթակին, ներքևից ասում եմ, ներեցեք իսկ ով է վարչապետի տեխնացուն։ Ինքը լավ էլի։ Ու իջավ գնաց։ Եթե վարչապետի տեխնացու չկա, ուրեմն անվստահության գործընթաց չի դա, որովհետև սահմանադրությամբ դրա պահանջն է։ Իրանք ասում են, մենք դեմ չենք, որ լինի անվստահության գործընթաց։ Բայց դեմ չեք հասկացանք, բայց դա դուք կարաք անեք, դա, բայց դուք ինչի դա չեք անում։ Ասում են, մինչև հիմա գիտեք, ինչ տեսա, ասում են, դուք պիտի ՔՊ-ի падգամավորներ գնայիք իրանց տներից բերեիք, որպեսզի մենք դա անենք։ ՔՊ-ի падգամավորները հաջորդ օրը ազգային ժողովի նիստ էր, բոլոր եկել են ազգային ժողով, առանց իրանց բերելու, իրանց ոտով, եւ այդ ընդդիմադիր падգամավորներից ոչ մեկը չի գնում դրանց ասի, գիտեք ինչ նիստ, ինչ հարց, ինչ, չգիտեմ, տնտեսական հարցեր, օրենսգիրք, հարկային, մարդիկ երեք ստեղ հավաքվել էին, ձերնից պահանջում են, մեզնից պահանջում են վարչապետին անվստահություն։ Հենց հիմա բերեք դա ոչ, շատ հանգիստ աշխատանքային մթնոլորտ, հաջորդ օր ազգային ժողովում ոչ մի բան չի եղել, ընդամենը ջերմուկի վրա արձակվել են, ընդամենը մի քանի 100 զինվորական մահացել, ընդամենը Ադրբեջան նոր տարածքներ ազավթել, ու անցնում են տնտեսական հարցերի քննարկմանը։ Տապալվեց անվստահություն հայտնելու հերթական փորձը, թեև այն հայտարարված էր ընդդիմության կողմից եւ մենք այդպես էլ չլսեցինք վարչապետի միասնական տեխնացուի անունը, որը անխուսափելիորեն պիտի առաջադրվեր, եթե գործող վարչապետին անվստահությունը դա սահմանադրության պահանջ է։ 2023 թվականի ընթացքում տեղի ունեցան հատուկենտ զանգվածային բողոքի ակցիաներ, օրինակ, բայց մեկը շատ մեծ։ Հիմա կհասնենք դրան։ Միասին շարժումը օրինակ հիշում եմ, որ Գառնան ամբողջ ընթացքում բավական տպավորիչ հանրահավաքներ արեց Ազատության հրապարակում, մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսվեց նոր աղետը, Արցախի բռնազավթումը եւ ապա հայաթափումը։ Եվ այդ օրերին սպոնտան ձևով ձևավորված ազգային կոմիտեն հանրահավաքներ արեց սեպտեմբերի 19-ից սկսած ամեն երեկո մինչև սեպտեմբերի վերջ Հանրապետության հրապարակում։ Մեծաթիվ մարդիկ էին Հանրապետության հրապարակում։ Շատ, մի քանի տասնյակ հազար, գոնե առաջին մի քանի օրերին, եւ այդ ազգային կոմիտեի կազմում ներառված էին նաեւ ընդդիմադիր падգամավորներ։ Իշխան Սաղաթելյանը եւ Հայկ Մամիջյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանից, նաեւ կային մարդիկ, որոնք խորհրդարանական գործիք ունեին։ Երկուսը։ Էլի 5-ից 2-ը։ Էլի մենք ընդ որում դու ասում ես 5, այդ 5-յանը հրապարակված էր։ Իրականում կազմը 11 հոգի էր, Վազգեն Մանուկյանն ասում էր Ղարաբաղ կոմիտեի
նմանությամբ փորձել ենք վերստեղծել այդպիսի մի կոմիտե, անունը դրել ենք ազգային կոմիտե։ Այս մի փորձն էլ ձախողվեց, որովհետև անվստահության գործընթաց չնախաձեռնվեց եւ քո ասած տրամաբանությունը խորհրդարանում հանգիստ շարունակելու աշխատանքը շարունակվեց նաև Արցախի նախշրջափակումից, ապա եւ ամբողջական հայաթափումից ու բռնազավթումից հետո։ Այս խորհրդարանը 8-րդ գումարմանը, որը ընդհանրապես պիտի երեսատեղ չունենար, իր օրոք Արցախը նախշրջափակվել է, ապա հայաթափվել է եւ բռնազավթվել է, հանգիստ գնում էին գործի, քննարկում էին, ասենք, հանձնաժողովներում տարբեր նախագծեր, անդիմադիր падգամավորները գնում դրանց մասնակցում էին, գնում էին գործողությունների։ Մենք ես էլ դու էլ, որ այդ խմբակցություններին ենք ընտրել եւ այդ քաղաքական ուժերին, կարծես թե դրա համար մանդատ չենք տվել, ու դրա համար չենք գործ ուղղել խորհրդարան։ 23 թվականն էլ այդպես ավարտվեց։ Եկավ անվստահության գործընթաց նախաձեռնելու պատեհ հնարավորություն տվող վերջին տարիների թերևս կարևորագույն հնարավորությունը, Սրբազան շարժումը 2024 թվական մայիսի 9։ Հիմա դարձյալ խնդրում եմ մանրամասները դու պատմես, ես հրաշալի հիշում եմ, բայց խնդրում եմ դու ներկայացնես, որովհետև անվստահության գործընթացի իրավական գործիքակազմին դու երևի Հայաստանում լավագույններից մեկն ես տիրապետում։ Մայիսի 9-ը Բագրատ Սրբազանը բեմից 1 ժամ ժամանակ է տալիս Փաշինյանին հրաժարական տալու համար, բնականաբար նա հրաժարական չի տալիս եւ կարծում եմ ընդդիմությունը այլևս երբեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի պահանջելու, որովհետեւ տեսնում է, որ շատ ավելի հեշտ է Հայաստանի անունից գաղութացնել Մարսը կամ Լուսինը, քան Փաշինյանի հրաժարական պահանջել, եթե չես օգտագործում քեզ տրված սահմանադրական գործիքը։ Ապա եւ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ, ընդդիմադիր падգամավորների հետ հարակից հյուրանոցում Բագրատ Սրբազանը զրույց է ունենում անվստահության գործընթաց նախաձեռնելու թեմայով։ Ինչ է տեղի ունենում հետո։ Նախ մինչև մայիսի 9-ը ազգային ժողովի падգամավոր, ընդ որում առանցքային դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը մայիսի 2-ին Facebook-ում կատարում է մի գրառում, մի քանի կետերով նշելով հետագա քայլերը Տավուշի հետ իրադարձությունների հետ կապված, նշելով, որ խնդրի հանգուցալուծման համար իր կարծիքով նաև տեսանելի հնարավոր տարբերակներից մեկը դա վարչապետին անվստահություն հայտնելն է։ Իրենք պատրաստ են այդ գործիքը կիրառելու միայն այն դեպքում, երբ որ ունենան փողոցում անհրաժեշտ աջակցություն իրենց այդ գաղափարին աջակցելու համար։ Դա արվում է մայիսի 2-ին։ Սրբազանը հայտարարում է, որ իրենք իրանցից շարժվում են Երևան մայիսի 4-ին եւ նաեւ ամբողջական ծրագիրն է ներկայացնում, նշելով, որ իրենք Երևանում կլինեն մայիսի 9-ին, այսինքն եւ Սրբազաններ կա, եթե օրինակի տարբերություն 22 թվականի սեպտեմբերի անկանխատեսել էր այդ հավաքը, դա ինքնաբուխ էր, ոչ ոք չէր կոչ արել, ոչ ոք չէր նախաձեռնել, կազմակերպիչ չկար։ Առաջ գիտեինք արդեն ինչ։ Այստեղ շատ որոշակի էր, եւ կազմակերպիչը, եւ գաղափարը, եւ աջակիցները, եւ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ ի սկզբանե իրենց զորակցությունն էին հայտնել Բագրատ Սրբազանին եւ շատ падգամավորներ անգամ երթի մասնակիցներ էին տարբեր հատվածներից, ել չեմ ասում մարդիկ, նաեւ падգամավորներ, Գառնիկ Դանելյանը ինձ համար շատ հարգարժան, առաջի օրվանից ամբողջ ժամանակ կամ Արտուրը Սարգսյան եղել են Սրբազանի կողքին։ Հիմա նրանց համար շատ տեսանելի էր եւ օրն էր հայտնի, թե Բագրատ Սրբազանը երբ է հասնելու Երևան։ Ուղղակի մի բանն էր անսպասելի, մարդկանց ավելի մեծ հոց բազմությունը, աջակցությունը, քան կարելի էր մտածել, այսինքն օրինակ ես ինքս եղել եմ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում եւ այն աջակցությունը բազմությունը, որ տեսել եմ, իմ սպասելիքներից երևակայությունից բազմապատիկ անգամ մեծ է եղել։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը իր լավագույն օրերին նման բան չի եղել։ Հիմա այսինքն ակնհայտ է, որ այն սպասումը, որ պետքա փողոցում լինի աջակցություն գործընթացը սկսելու, պետքա լիներ։ Եվ գալիս է մայիսի 9-ը, Բագրատ Սրբազանը, կարծում եմ եւ իրեն հոգեվորականին բնորոշ ավելի շատ ինքը որպես հոգեվոր գործիչ է, չէ՞, քան քաղաքական հանդես գալի, հումանիստական այդ քայլն անում, ասում է նայի մարդկանց բազմությանը, լսի ինքդ քո խոսքը հենց այս նույն Հանրապետության հրապարակում 2018 թվականի օգոստոսի 17-ին ասում ես ժողովուրդն է որոշում, այսուհետև այս հրապարակը 21-րդ դարի ագոռա է, ժողովուրդը պիտի հավաքվի, իշխանավորները գան, այս հրապարակը պիտի որոշի, ասել ես դա։ Հիմա այս հրապարակը հավաքվել է, արի եւ դու քո հրաժարական ու հեռացես, ինքն ինքը իր հումանիստական, մարդասիրական միջանցքը մի ժամ հետո դառա մի ժամ 20 րոպե թողեց Փաշինյանին։ Դա տեղի չունեցավ, Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այս խնդրի լուծման տարբերակը դա վարչապետին անվստահություն հայտնելն է։ Ես ուզում եմ հասկանամ, այդ ժամանակ ի՞նչն էր խանգարում այլևս մեր առաջին հերթին ընդդիմադիր падգամավորը, դա բոլոր падգամավորների խնդիրն է։
բայց մեր լեգիտիմ ակնկալիքը ոնց որ դու ասեցիր, դա առաջին հերթին մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավոր, իրանք պետք է նախաձեռնեն։ Հետո դրան ով կմիանա, դա այլ հարց է, բայց նախաձեռնության ակնկալիք առաջին հերթին նրանցից է։ Եվ նրանք նախապես ասել որ իրանք պատրաստ են դա սկսել, դա չեն սկսում։ Ես առիթ ունեցել եմ անկեղծ ասած քննարկումներ ունելու հենց այդ օրը ասում եմ ում եք սպասում, ասում եմ վարչապետի տեխնացուի հարց են քննարկում, ասում եմ ի՞նչ վարչապետի տեխնացուի հարց եք քննարկում։ Եթե դու մայիսի 2-ին ասում ես որ մենք վաղը կարանք դա սկսենք եւ գիտես որ սկսելու համար պետք է վարչապետի տեխնացու, այսինքն դու չունեիր մայիսի 2-ին վարչապետի տեխնացու, բա ո՞նց էիր սկսելու։ Դե քննարկելու հարց չկա։ Բագրատ Սրբազանն է վարչապետի տեխնացու, ինչ է իրանից բացի ուրիշ ինչ եք քննարկում դուք։ Չէ որ նայա կոնսոլիդացրե, նայա առաջնորդում է չարժու, էլ ինչ քննարկելու հարց կա անդե։ Ներդիմադիր հակասությունները, եթե շարունակվեն այս տրամաբանությամբ, ապա Փաշինյանը հավերժ մնալու է վարչապետ։ Ցկյանից մնալու է վարչապետ։ Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանը մեռնելու է վարչապետի պաշտոնում, ինչքան շուտ այնքան լավ։ Ցանկացած քաղաքական ուժ պատճառաբանելու է հետևյալ կերպ։ Եթե այլ մի քաղաքական ուժի նախընտրելի վարչապետի տեխնացու է առաջադրվում, ապա ավելի լավ է մնա սա։ Ես շատ խոր ցավով եմ անում այս հարցանագրումը ամեն անգամ եւ խոր ցավով եմ նաեւ կասկածի տակ դնում մեր որոշ ընդդիմադիր գործիչների իրական եւ անկեղծ պատրաստակամությունը պայքարելու այս վարչախմբի դեմ, քանի որ տեսնում եմ նաեւ, որ ոչ բոլոր ընդդիմադիրներն են անկեղծորեն եւ իրապես ցանկանում այս վարչախմբի հեռացումը, որ որոշ անտեսանելի, իսկ երբեմն ինձ եւ քեզ համար խիստ տեսանելի թելերով նրանք կապվում են այս վարչախմբին։ Եվ եթե ոմանք որևէ կորցնելու բան ունեն, ապա օրինակ չեմ ուզում իմ կամ քո օրինակը բերել, բայց մեր 100,000-ավոր հայրենակիցներ այլևս կորցնելու բան չունեն։ Նրանք կորցրել են իրենց որդիներին, նրանք կորցրել են իրենց հայրենիքը, նրանք կորցրել են իրենց պապերի հանգստարանները, իրենց երիտասարդությունը, ծերացել են ժամանակից շուտ, հաշմանդամություն են ձեռք բերել, իրենց գույքը, իրենց վաստակած, հնարավոր ամեն ինչ, այսինքն նույնիսկ հիշողությունն են կորցրել արդեն, այդ ամենի հետ կապված հիշողությունն են սրանք փորձում խլել այդ մարդկանցից։ Եվ հակաիշխանական, հականիկոլական այն մթնոլորտն ու միջավայրը, որ ձևավորված է Հայաստանում, իրոք աննախադեպ է։ Ես Հայաստանի պատմության մեջ եւ իմ ապրած տարիների եւ իմ ուսումնասիրած երբևէ չգիտեմ մի իշխանություն, որը եղել է այսքան ոչ պոպուլյար, այսքան ատելի, այսքան անցանկալի, այսքան հայհոյանքների, անեծքների եւ նզովքների առարկա եւ թիրախ, եւ քաղաքական ուժի պատասխանատվությունը եւ տարբերությունը ինձնից ու քեզնից, մասնավոր քաղաքացիներից, մեկնաբաններից, լրագրողներից, հանրային գործիչներից, ո՞րն է քաղաքական պատասխանատվության ստանձնումը։ Այսինքն իմ եւ քո մի կողմից եւ մյուս կողմից ընդդիմադիր падգամավորների միակ տարբերությունը ո՞րն է։ Ինտելեկտը չի, կարծում եմ կամ հուսով եմ։ Ինտելեկտը չի, ոչ էլ, բայց հարստությունը կարա լինի։ Բայց նախ եւ առաջ մանդատն է, գործիքը։ Որը մենք չունենք։ Ով տնօրինում է այդ մանդատին, նա էլ իրավազոր է կատարելու գործողությունները, որոնք վերապահված են սահմանադրությամբ։ Դավիթ ջան, 2021 թվականին, երբ որ նրանք մասնակցեցին ընտրություններին, ակնհայտ տեղ ունեցավ իշխանազավթում, չէ՞։ Նրանք բողոքարկեցին ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարան, 4 քաղաքական ուժ է բողոքարկել, դա աննախադեպ է, այդքան դիմոց ՍԴ-ն երբևէ չի ստացել ընտրության միշտ մի կուսակցություն է բողոքարկել կամ երկու։ 4 քաղաքական ուժ բողոքարկել, այսինքն անհամաձայնություն է տվել ընտրության օրինականության վերաբերյալ։ ՍԴ-ն բնականաբար այդ բողոքները մերժել է, որոշումը թողել է անփոփոխ։ Դրանից հետո իրենք որոշեցին վերցնել падգամավորական մանդատները մեկ բացատրությամբ մեր այս շարժման, այս նախաձեռնության ազնվությունը եւ անխոցելությունը գիտես ինչու՞մ է, որ մենք բացի սահմանադրությունից ուրիշ որևէ հղումներ չունենք, ոչ մի նոր գաղափար չենք, բացի մարդկանց տված իրանց խոստումներից, իրենց թե իրանք ինչ են ուզում անեն, դրանցից դուրս ոչ մի պահանջ չունենք։ Ընդդիմադիր մեր падգամավորներն ասում են, մենք ձեզնից ոչ մի պահանջ, դուք եք չի ասել, որ մենք ընտրվում ենք падգամավոր, միայն մի նպատակով, որպեսզի փողոցային պայքարի հետ միասին գործի դնենք падգամավորի լիազորություններից բխող հնարավորությունները։ Դուք եք չի ասել։ Հիմա մենք ասում ենք, որ падգամավորի լիազորություններից բխող գործողությունը 22 թվականի օգոստոսի 2-ից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերել է։ Դուք դա այդ հնարավորությունը ունեք, չեք անում։
Մենք ձեզ չենք ասում, եկեք մեզ նոր խոստում տվեք, մենք պահանջում ենք, ոչ, դուք ձեր ասածը ինչի չեք անում։ Նույնը ԿՊԻ-ն է վերաբերում։ Մենք ոչ չենք գնում ասենք, դուք ձեր ծրագրերը փոխեք, մեզ սա խոստացեք, ասում եմ, այ ընկեր, ձեր նախընտրական ծրագիրը մի հատ կլինի կարդանք։ Ձեր նախընտրական խոստումները, որ դարել է կառավարության ծրագիր, կլինի կարդանք։ Դուք պիտի պարտավոր եք, չէ՞, ձեր ծրագիրը կատարեք, ձեր խոստումները կատարեք։ Բա մենք էլ դա ենք ասում։ Մենք չենք ասում մեր գաղափարները սարքեք ձեր ծրագիր, ոչ։ Մենք ասում ենք այն ինչ որ դուք խոստացել եք ժողովրդին, պարտավոր եք դա։ Ի վերջո դուք ով եք, ԿՊ-ները ոնց որ հրեշտակներն են իրանց բերե մեր կյանք։ Հանրային ծառայողներ են ընդամենը падգամավոր, որը պարտավոր է իր գործը անի։ Կառավարությունը ով է։ Ես եմ մարզպետ եմ, էլ շատ է որ է, այ քեզ։ Հանրային ծառայող։ Հայաստանում հերոսացնում եւ աստվածացնում է Իլհամ Ալիևին, այսինքն ներկայացնում է որպես աշխարհի տիրակալ։ Քո նշած անձինք էլ ԿՊԱ-ականներին են ներկայացնում որպես Հայաստանի տիրակալ։ Այսինքն ամենախղճուկ, ամենագետնատարած, ամենաստորաքարշ անձանց, որոնք զուրկ են որևէ կամային հատկանիշից, բարոյականությունից, խեղճմտանքից եւ ընդհանրապես արժեհամակարգից, եւ որոնց նկատմամբ հանրային ճնշման դեպքում ազդեցություն գործադրելը պիտի ամենահեշտ խնդիրը լինի։ Ինչպես եղել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 6 падգամավոր լքել այդ 1-1.5 ամսվա ընթացքում այն ժամանակ Իմ քայլը խմբակցությունը։ Դրանից հետո եւս հաջորդական տարբեր փուլերում եղել են մարդիկ, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այո, նաեւ անձնական, նաեւ միգուցե, չգիտեմ, սոցիալական երաշխիքների բացակայության ներթիմային գզվրտոցի արդյունքում դուրս են եկել։ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը դրա հրաշալի օրինակն են։ Եթե մենք կարծում ենք, որ այս 69 անձանցից յուրաքանչյուրը պետքա հանկարծ ու մի առավոտ զարթնի ու հիշի կամ հասկանա, որ Արցախն իր հայրենիքն է, նման բան երբևէ չի լինելու, բայց կարող է լինել այլ բան։ Քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցությունը կարելի է տրոհել եւ պառակտել, օգտագործելով իրենց ներթիմային հակասությունները, որոնք այսօր առավել քան երբևէ այնքան մեծ են, այնքան հրապարակային են, որ իրենք նույնիսկ դա չեն թաքցնում։ Եվ երբ չկա որևէ ընդդիմադիր շարժում, երբ չկա հանրային ճնշում, երբ չկա քաղաքացիական վերահսկողություն, սրանց նկատմամբ իրենք ամենաշատն են իրենց թիմակիցներին քննադատում։ Օրինակ Սրբազան շարժման վճռորոշ օրերին մարդիկ, որոնք ուղղակի անպատկերացնելի են, որ այս թիմում միասին են, կողք կողքի են նստում, սկսեցին իրար պաշտպանել, որովհետև հասկացան, որ բոլորը մեկ նավում են, եւ եթե այդ նավը խորտակվի, իրենք էլ մեջն են խեղդվելու։ Բայց երբ հիմա իրենց թվում է, որ իրենք սպառնալիք չեն զգում իրենց իշխանությանը, իրենք այո, քո ասած ամենակոմֆորտ վիճակում են, իրենց թույլ են տալիս падգամավորի էլ ծեծել ու մարսել դա, այդ ծեծված падգամավորն է հետո գնում դատվում, այդ ծեծված ակտիվիստն է թաղապետարանում գնում դատվում, իսկ ծեծող թաղապետը մնում է իշխանության։ Ցանկացած իշխանություն պետք է լինի հանրային վերահսկողության տակ։ Մենք հիմա դե ԿՊ-ականներս, բայց ընդհանուր ասած օթի մեջ պատկեր ենք ստեղծել ԿՊ-ականներ, որոնք համախմբված են, որոնք ուժեղ են, որոնք ինչ ուզում, հələ մեծ հանգիստ։ Կարելի է մեծ կարդանք մեր երկրի սահմանադրությունը։ Բայց ասում եք սահմանադրությունը պիտի ընդունված լինի, փոխվի Վենետիկի հանձնաժողով, ինչի համար, որպեսզի մենք դրանով ապրենք, չէ՞։ Հիմա այդ սահմանադրությունը ընդունվել է, մենք դրա կարգավորումները, տրամաբանությունը, փիլիսոփայությունը դնում ենք մի կողմ, դա ասում ենք ճիշտ անդե գրած է, որ ամեն падգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին, բայց դա խախոտես չի։ Մենք դու չգիտես, այ Էդգար, որ падգամավորները ենթարկվում են Նիկոլ Փաշինյանը, չգիտես, երեխա ես դու, ծաղրացու ես, գիժ ես դու։ Ասում եմ, չէ, եղբայր, ես Հայաստանի քաղաքացի եմ, որը կարդում է սահմանադրությունը եւ ասում է падգամավորը ենթարկում է իր ժողովրդին, ոչ թե Նիկոլ։ Այդ գիժը դու ես ծաղրացուն դու ես, որ համաձայնվել ես, որ падգամավորը պիտի ենթարկվի կառավարության այն դեպքում, որ սահմանադրությանը գրած է, որ կառավարությունն է հաշվետու ազգային ժողովին։ Ես այս երկրի խելամիտ, բանիմաց քաղաքացի եմ։ Եվ ուզում եմ, որ իմ երկիրը կառավարվի նենց, ոնց որ գրած է մեր երկրի սահմանադրության մեջ։ Դու ասում ես, դու չգիտես, որ Նիկոլը WhatsApp-ը գնում է, падգամավորները գնում են, գիտեմ, այդ ինչ բան է, որ դու գիտես, ես չգիտեմ։ Բայց ես համերաշք չեմ դրա հետ, ես համերաշք կլեմ այն դեպքում, եւ որ падգամավորը ինքը անվստահություն հայտնի վարչապետի, եթե նա ծրագիրը չի կատարել։ Ո՞վ են դրանք։ Մեկը Լենայի մարդն է, մեկը էս ինչի տղան է, մեկը էնիշն է, մեկը լուլու է, մեկը կուկու է,
Դրանց բոլորը հաշվետու են մեր հանրությանը։ Դրանց բոլորին բերենք ասենք հլարի մոտ նստից տեսնեմ։ Արսեն Թորոսյան, ով է Արսեն Թորոսյանը, ով է, որ ինքը ասենք Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար տնտեսագիտության տեխնացու իրավագիտության մագիստրոս Հայաստանի քաղաքացու նամակ առանց կարդալու ճղի։ Ով է նա։ Նա կարա տենց բան անի։ Ու ասես մնա հանգիստ, ես էլ հաշտվեմ եմ մտքի հետ, դե հիմա Արսեն Թորոսյանն է, ինքը կարա ոչ։ Ինքը պատասխան պետք է տա իր ամեն գործողության համար։ Եվ այդ պատասխանը ինքը տալու է։ Եվ ես մենակ չեմ մնալու Արսեն Թորոսյանի հետ այդ հարաբերություններում։ Հայաստանի ցանկացած բանիմաց, խելամիտ, արժանապատիվ քաղաքացի կանգնելու է իմ կողքին, որպեսզի իր նամակը չճղվի, որպեսզի իրան չձերբակալեն, որպեսզի իրան չծեծեն իր շենքի բակում, այն ինչ որ արվել է իմ հետ։ Ես առաջարկում եմ այդ գործընթացը ուղեկցել այդ միֆական ԿՊԱ-ականներին անվտանգության երաշխիքներ տրամադրելով, քանի որ նրանք խիստ անվստահ են, որ երբևէ կկարողանան քայլել Երևանի փողոցներում իրենց իշխանազրկվելու դեպքում, ապա անհրաժեշտության դեպքում ես կարծում եմ, որ եթե process-ը գեներացվի այն աստիճանի եւ մեր ընդդիմադիր падգամավորները ի վերջո ստանձնեն իրենց բուն սահմանադրական առաքելությունը եւ գնան այդ քայլին, ապա բոլոր այն ԿՊԱ-ական падգամավորները, որոնք կմիանան այս պետիցիային եւ անվստահության գործընթաց հայտնելու նախաձեռնությանը, ես վստահ եմ, ես կարող եմ ասել մեր գործընկերոջ անունից, Pantera Security-ին անվճար պահնորդական աջակցություն կտրամադրի։ Ես այդ օրը, քո ասած օրը, վերցնելու եմ հեռախոսը եւ զանգի եմ 010 53 78 50 հեռախոսը համարով եւ խնդրեմ Հայաստանում ամենափորձառու, ամենակազմակերպված եւ ամենահուսալի պահնորդական ընկերություններից մեկին, Pantera Security ընկերությանը գործի դնելով իր բազմամյա փորձառությունը, իր պրոֆեսիոնալ անձնակազմը, իր հմտությունները, իր ունեցած կարողությունները մինչ այդ բազմաթիվ մարդկանց տարածքները, մասնարդիվ մարդկանց հյուրերի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու առումով, նաև օգնի այն падգամավորներին, ովքեր կօգնեն մեզ պաշտպանելու մեր պետությունը ադրբեջանա-թուրքական զավթիչներից։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, շատ կարեւոր տեղեկատվական, բացատրական զրույց ունեցանք այս անգամ։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանս վարեցինք երկու ճակատ ոդկասթի 86-րդ թողարկումը, կհանդիպենք մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։